Հարգելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, մենք շարունակում ենք Հայաստանի ողջ տարածքում բացահայտել եւ ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին եւ այսօր այդ իմաստով հրաշալի հանդիպում ունենք, հրաշալի, որովհետեւ մեր բժիշկը, ում մասին պիտի խոսենք, իր կյանքի 18 տարիները նվիրել է առողջապահության ոլորտին, 18 տարիներից 2-ը նվիրել է զինվորներին, այսինքն որպես բժիշկ է զորացրվել ծառայության։ Շատ կարեւոր է նշել, որ նա իր աշխատանքային գործունեության ընթացքում ընդհանուր առմամբ ընդունել եւ ճանապարհել է ամենակարևորը առողջ ճանապարհել է ավելի քան 40,000 բուժառուի, իսկ հիվանդների 10%-ի դեպքերը ավարտվել են վիրահատությամբ, նա նաեւ վիրահատում է, շատ կարեւոր է նշել, որ նա Արագածոտնի մարզի գլխավոր ուրոլոգն է, ինչպես նաեւ միակ, դա էլ կարեւոր է նշել եւ իհարկե սիրով ներկայացնեմ նրան Դանիել Հունանյան, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք ընդգրկվել եք Հայաստանի 100 լավագույն բժիշկների մեջ եւ պատվով, որովհետեւ դուք իսկապես այդ վաստակը ունեք եւ լինել մարզում միակը, դա էլ առանցքային, այսպես կարեւորություն ունի, ինչպես եք կարողանում հասցնել, սպասարկել, ընդունել եւ ճանապարհել բոլորին։ Երբ սիրում ես աշխատանքդ եւ մասնագիտությունդ, գտնում ես ժամանակ տրամադրելու դրան։ Այդ ժամանակը թռնում է 1 վայրկյանի պես։ Այդտենց խնդիրներ չեն առաջանում մեզ մոտ, ես աշտարակ քաղաքի բնակիչ եմ եւ 24 ժամ հասանելի եմ իմ հիվանդներին։ Շատ լավ, գանք մասնագիտության ընտրությանը, ինչու հենց ուրոլոգի մասնագիտությունը ընտրեցիք եւ շատ կարեւոր է իմանալ, երբեւե մտածել եք այն փոխելու կամ այլ ուղղությամբ բժիշկ դառնալու մասին։ Եթե նորից ծնվեի, նորից կընդունվեի բժշկական համալսարան եւ կզբաղվեի բժշկությամբ, որովհետեւ սիրում եմ իմ մասնագիտությունը, մանկուց երազել եմ դառնալ բժիշկ։ Ձեր այս կազմակերպությունը եւ այս գնահատականը շատ ոգևորող է, շատ պարտավորեցնող։ Ես սիրով զբաղվում եմ ուրոլոգիայով, ուրոլոգիան ընտրել եմ, որովհետեւ ինքը ունի փոքր ծավալներից մինչև անսահման զարգանալու տեղ։ Փոքր ուրոլոգիայից, կոնսերվատիվ բուժումներից մինչև բարդ մեծ վիրահատություններ։ Դրա համար ընտրել եմ ուրոլոգիա մասնագիտությունը։ Շատ լավ, եւ գանք վիրահատություններից ամենատարածված դեպքերը որոնք են եւ ինչու է բանը հասնում վիրահատության եւ կան արդյոք միջոցներ, որով հնարավոր կլինի ընդհանուր պայքար մղել, այսինքն առանցքային կանոններ, խորհուրդներ, որոնց հետևելով մենք կարող ենք միզասեռական համակարգի առողջությունը ավելի բարձր մակարդակի վրա պահել։ Իհարկե, բժշկության մեջ ամենակարևոր հատվածը դա կանխարգելումն է, ինչով եւ զբաղվում ենք ամեն օր, սակայն լինում են դեպքեր, երբ որ առանց վիրահատական միջամտության տվյալ պաթոլոգիաները լուծել դառնում է անհնար։ Ամենատարածված պաթոլոգիաները շագանակագեղձի բարորակ գելաճի կապակցությամբ կատարվող վիրահատություններն են, որոնք մեզ մոտ կատարվում են էնդոսկոպիկ եղանակով, առանց մեծ տրավմատիզմի եւ կազդուրում են շատ ավելի արագ հիվանդները։ Դրանց կանխարգելման համար նույնպես կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Հույս ունենանք, որ տարեց տարի հիվանդությունները ավելի մարման կգնան, հույս ունենանք։ Մեր ցուցանիշների կտեսնենք ոնց է դասավորում, բայց մենք աշխատում ենք, ձգտում ենք դեպի կանխարգելման։ Հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ առանձնահատուկ նշել, որ պատվի են արժանի այն կայացած բժիշկները, ովքեր լինելով բառի իրական իմաստով առաջատար մասնագետներ, չեն ձգտում մայրաքաղաքին եւ մնում են իրենց հայրենի քաղաքում։ Եվ իմ հարցը դրա մասին պիտի լինի, ես վստահ եմ, որ դուք ունեցել եք տասնյակ, գուցե հարյուրավոր հնարավորություններ, ոչ միայն Երևանում, նաեւ աշխարհի տարբեր երկրներում որպես բժիշկ եւ հաջող բժիշկ աշխատելու, բայց ձեր որոշումը շատ հստակ է բանակից հետո լինել, մնալ վերջնականապես աշտարակ քաղաքում։ Ինչպես է դա ստացվել, ինչն է ստիպում մնալ այստեղ։ Նախ եւ առաջ նշեմ, որ սովորել եմ Ուկրաինայի Դոնեցկի քաղաքի Մաքսիմ Գորկու անվան բժշկական համալսարանում, բայց նպատակային գնացել եմ այնտեղ, ընդունվել եմ, որ հենց վերադառնամ իմ հայրենիք, հենց իմ քաղաք, բժիշկ աշխատելու ու իմ հայրենակիցներին, իմ համաքաղաքացիներին սպասարկելու այդ բուժօգնությունը ցույց տալու։
նպատակային գնացել եմ, ավարտել եմ համալսարանը եւ օրդինատուրան, ունեցել եմ առաջարկներ եւ այնտեղ մնալու եւ դրանից հետո իմ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելով եմ ունեցել առաջարկներ, բայց ես ի սկզբանե հենց նպատակային ընդունվել եմ բժշկական համալսարան, որպեսզի իմ օգնությունը, իմ աջակցությունը, իմ մասնագիտական գործունեությունը ծավալեմ հենց իմ սիրած քաղաքում, աշտարակում եւ ուժեմ իմ համայնքի բնակիչներին իդեմս, նաեւ Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր իմ հայրենակիցներին։ Նպատակային ավարտել եմ, եկել եմ եւ նպատակային էլ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ դրա համար ձեզ շնորհակալություն, առհասարակ մեր նախագիծը շնորհակալություն ասելու մասին է եւ մենք ուզում ենք ձեր դեմքով Հայաստանում 10,000-ից ավելի բժիշկներին ասել շնորհակալություն։ Ես ուզում եմ ասեք նաեւ առհասարակ բժշկի մասնագիտությունը ինչ է։ Ես շատ հաճախ ասում եմ, որ Աստված է ընտրում, որպեսզի տվյալ մարդը դառնա բժիշկ եւ իրականում դա վստահաբար այդպես է, բայց ձեր ընկալումը որն է։ Բժիշկ դառնալու համար նախ առաջինը պետք է տվյալ քաղաքացին ունենա մարդասիրություն, հումանիզմը շատ կարևոր է։ Իհարկե մասնագիտական գործունեությունը, մասնագիտական ունակությունները նույնպես շատ կարևոր են, բայց բժիշկը պետք է մարդասեր լինի, որովհետև այդ աշխատանքում գիշեր, ցերեկ, ֆինանսական ինչ-որ փոխհատուցումներով կամ ոչ փոխհատուցումներով, եթե մարդասեր չեղավ, արդյունքները լավը չեն լինի։ Իմ համար ամենակարևոր ընդգծված բանը, որ բժիշկը պետք է լինի մարդասեր։ Հրաշալի եւ մենք չենք կարող չբարձրացնել նաեւ համընդհանուր խնդիրներ, որոնք առնչվում են այս կամ այն բժշկին, կոնկրետ ուրոլոգիայի հետ կապված պետք է պարտադիր նշել, որ շատ հաճախ հատկապես մարզերում մենք ունենք հետեւյալ խնդիրը, որ բառի իրական իմաստով մարդիկ կոմպլեքսավորվում են, ամաչում են դիմել բժշկի ունենալով շատ լուրջ խնդիրներ։ Այս կոմպլեքսները հաղթահարելու տեսանկյունից ինչ կարևոր խորհուրդներ կտաք, որովհետեւ հատկապես միզասարական համակարգի հիվանդությունների պարագայում չբուժելը, գիտենք, որ մինչև անգամ անպտղության եւ շատ լուրջ խնդիրների է տանում։ Առաջին ազդանշանները ստանալուց հետո ինչպես համարձակվել գնալ ուրոլոգի մոտ։ Նախ նշեմ, որ գործունեությունս նոր ծավալելու ժամանակ ամեն օր առնչվում էինք այդ խնդրին, որովհետեւ մանավանդ մարզային բժշկական կենտրոններում ժողովուրդը ունեին այդ կոմպլեքսը եւ չէին դիմում մանավանդ ուրոլոգին։ Տարիների ընթացքում ձեռք բերելով վստահությունը բնակիչների, ոչ միայն բժշկական ունակությունների առումով, այլ նաև բժշկական գաղտնիքի պահելու առումով, այդ խնդիրը լուծվեց եւ հիմա ոչ միայն գալիս են տղամարդիկ, այլ նաև զույգեր իրենց խնդիրների լուծման համար։ Ցանկացած միզուղիների հետ կապված որևիցե մի դիսկոմֆորտի, որևիցե մի բժշկական տերմինոլոգիայով շատ չխորանամ, խնդիրների դեպքում առաջնային պետք է դիմել տարածքի թերապևտին, տարածքի ընտանեկան բժշկին եւ նա կուղորդի պետք է ուրոլոգի մոտ գնալ թե ոչ։ Իսկ եթե հնարավորություն կա անձամբ ուրոլոգիստ ճշտել դա, մեծ հաճույքով միշտ աշխատանքի վայրում ընդունելություն են կատարում եւ սիրով ճանապարհում ենք։ Այդ այցելությունները կնպաստեն հետագա բարդություններ չունենալու։ Շատ հիվանդություններ ունենք, որոնք որ ժամանակին հայտնաբերելու դեպքում կարող են ունենալ 100%-անոց բուժում։ Իսկ ցավոք սրտի դեպքեր են լինում, որ անտեսելով այդ գանգատները, չդիմելով բժիշկներին, կարող են կանգնել փաստի առաջ։ Շատ լավ, հաջորդ խնդիրը այն է, որ մեր քաղաքացիները շատ հաճախ մարզում ունենալով, իրենց քաղաքում ունենալով հրաշալի բառի իրական իմաստով հրաշալի բժիշկներ, դիցուք հենց մեր բժիշկը, ձգտում են Երևանյան շատ գովազդված բժշկական կենտրոններ, չմտածելով, որ այդպիսով շատ հաճախ վատ բժշկի մոտ են գնում։ Այս սա էլ ինչ-որ առումով կոմպլեքս է, ես ուզում եմ հասկանալ աշտարակի բժշկական կենտրոնում ծավալը, արդյոք ուրոլոգիական բոլոր խնդիրների լուծումները այստեղ կարելի է կարող են գտնել քաղաքացիները, վստահ եմ այո, բայց ուզում եմ դուք ասեք, ինչ ենք անում, ինչ ենք կարողանում անել։ Մեր մասնագիտությունը ինքնին նեղ է, սակայն իր մեջ ներգրավում է նաև ավելի նեղ ուղղություններ։ Օրինակ օնկոուրոլոգիան, օրինակ մանկական ուրոլոգիան։ Տվյալ դեպքերում բնականաբար առաջին օգնությունը ցուցաբերվում է հենց աշտարակ բժշկական կենտրոնում, սակայն հետագա բուժօգնությունը արդեն շարունակվում է նեղ մասնագիտացված կլինիկաներում Երևան քաղաքում կոնկրետ դեպքում։
Մնացած առումներով վիրահատության ծավալները մեծ են, կատարվում են այդ բուժումները մեզ մոտ եւ այդպեսի 90%-ով մենք ունենք այստեղ ապահովված 80-90%-ով ունենք ներկա պայդրությամբ հիվանդանոցը գտնում է վերանորոգման փուլում, մենք տեղակայված ենք ժամանակավոր շենքում, որտեղ պայմանները մի քիչ բժշկական կենտրոնի առումով զիջում են իրական բժշկական կենտրոններին, սակայն հերթագրումներով կարողանում ենք այդ հարցերը բոլոր լուծել։ Խնդիրներ առանձնապես չենք ունենում։ Դիմում են, այո, հիմնական բնակչությունը դիմում է հենց մեզ, այն բնակչությունն էլ, որը որ նախընտրում է Հայաստանի Հանրապետությունում ըստ սահմանադրության հիվանդն է ընտրում իր բժշկին եւ բուժկենտրոնը։ Ընտրում են իրենց բժշկին, վիրահատվելուց կամ բուժումը ստանալուց հետո միևնույն է մնացած բոլոր պրոցեդուրաները շարունակական հետևողական լինելը եւ այլ, այդ ամեն ինչը կատարվում է նորից մեզ մոտ, եթե նույնիսկ տվյալ քաղաքացին նախընտրել է այլ բուժ հիմնարկում ստանալ սկզբնական բուժօգնությունը։ Միևնույն է վերջում նորից էլի այդ հետազոտությունները հետագա հսկողությունը կատարվում է մեր կողմից։ Այնպես որ սիրելի աշտարակցիներ, եկեք ձեր բժիշկներ եւ ոչ միայն մարզի բնակիչներ, որովհետեւ մարզի գլխավոր ուրոլոգի մասն ենք խոսում։ Բժիշկ ջան, հիմա գանք որպես ամփոփում տեխնացուականին, ինչը ստիպեց գիտության մեջ, շարունակել, արդյոք կային կարևոր բացահայտումներ այս ոլորտում, ինչ եք ասում ձեր տեխնացուականով ըստ էության։ 2010 թվականից աշխատելով աշտարակ բժշկական կենտրոնի հենց վիրաբուժական բաժանմունքով որպես ուրոլոգ, շատ հաճախ առնչվում ենք վերը նշված շագանակագեղձի բարորակ գերաճի եւ հաճուկային ճողվածքի գրիշաների խնդիրների հետ, որոնք որ շատ հաճախ հանդիպում են միաժամանակյա։ Այդ հաճախակի այդ խնդիրներին առնչվելուց միտք առաջացավ զբաղվել նաեւ գիտությամբ։ Ինչ պաթոգենետիկ կապ կա այդ երկու հիվանդությունների միջև, ոնց կարելի է բուժօգնությունը կազմակերպել, որպեսզի քաղաքացու համար լինի ավելի մատչելի եւ բժշկական տեսանկյունից ավելի որակյալ, որոշեցինք զբաղվել գիտական աշխատանքով։ Այդ հարցում դիմեցինք պրոֆեսոր Մուրադյան Արմեն Աբգարիչին, Արմեն Աբգարիչի ղեկավարությամբ կատարվեց այդ հետազոտությունները եւ պաշտպանեցին բժշկական գիտությունների տեխնացուի կոչումը։ Շագանակագեղձի բարորակ գերաճի եւ աճուկային ճողվածքի կապակցությամբ կատարվող միաժամանակյա եւ առանձնակի վիրահատությունների համեմատական գնահատականը թեմայով։ Հրաշալի եւ ձեր ամփոփումը ինչ մաղթանք ունեք բժիշկներին, առհասարակ մեր քաղաքացիներին, ովքեր այս բան հետևում են մեզ, որովհետեւ այսպիսով մեր զրույցը ավարտվում է եւ մեր հաջորդ հանդիպումը արդեն պիտի լինի գլխավոր միջոցառման շրջանակներում։ Ես շատ շնորհակալություն եմ հայտնում նախ կազմակերպիչներից նման վերաբերմունքի համար։ Բժիշկներին ցանկանում եմ առողջություն, որպեսզի կարողանան կենտրոնանալ այլ անձանց առողջությունը կարգավորելու վրա։ Ցանկանում եմ, որպեսզի լինեն երջանիկ, այդքան։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, 10 րոպեում կամ 15 րոպեում գուցե հնարավոր չէ լիարժեք ներկայացնել մեր լավագույն բժիշկներին, բայց մեր նպատակն է սովորել եւ սովորեցնել բժիշկներին ասել շնորհակալություն, որ դուք կաք սիրելի բժիշկներ, իսկ մենք դեռ կհանդիպենք։